Մենք երեքովս պատկանում ենք մի սերնդի, որի համար քաղաքական հալածանքներ, քալբանտարկյալ հասկացողությունները անկապտելիորեն կապված էին խորհրդային իրողության հետ եւ 20-25 տարի առաջ մեզ համար զավեշտ կթվար այս իրողությունը, երբ մենք երեքովս ստանձնած կլինեինք քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության գործը։ Մենք չենք մոռացել ինչպես է սկսվել գահանկումը, ինչպես անկախ Հայաստանը գահավիժեց եւ անցավ եւ սկսեց կորցնել իր ազատությունները, քաղաքական ազատությունները, տնտեսական, իսկ հետո նաեւ պետական անկախությունը։ Մենք չենք մոռացել 95-96 թվականի քաղաքական հալածանքները եւ դրանց կտրուկ սաստկացումը 99-2000 թվականներին, երբ որ փաստորեն երկրում ռազմական խունտան եկավ իշխանության։ Սակայն այս ամենը դեռ չէր թվում անշրջելի եւ այդքան ողբերգական, մինչև վերջերս, երբ մեր ներքին խլրտումները սկսեցին արդեն կախվածության մեջ լինել արտաքին եւ ոչ միայն տարաշրջանային, այլ երևի համաշխարհային կարևորագույն մի բախման հետ, խոսքը գնում է սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի շատերի համար անսպասելի հայտարարության մասին, որից հետո եւ մթնոլորտը եւ քաղաքական ուղղվածությունը եւ քաղաքական ազատությունների, քաղաքացիական հասարակության դիրքը Հայաստանում կտրուկ փոխվեց։ Դա պատմական մի օր է, եթե մենք դա չենք գիտակցել, երբ Հայաստանը սկսեց կորցնել իր պետական անկախությունը եւ իզուր չէ որ մենք հենց այսօր ենք հավաքվել, որովհետեւ այս ժամերին մենք պետք է որ լինեինք այն 3 երկրներից մեկը կամ ավելի ճիշտ 4-րդը, որը Բրյուսելում ստորագրելու էր Եվրոպական ասոցիացիան համաձայնագիրը։ Սակայն Սերժ Սարգսյանը եւ նրա խունտան որոշեցին այլ ճանապարհով տանել մեզ եւ ահա ինչու մենք ահազանգում ենք քաղաքացիական հալածանքների եւ քաղաքական բանտարկյալների իրավիճակի կտրուկ սաստկացումը եւ վտանգը, որը սպառնում է այսուհետև մեզ բոլորիս, ձեզ բոլորիդ։ Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ստանձնել ենք պատասխանատվությունը իրավական, բարոյական եւ նյութական օգնություն տրամադրելու անխտիր բոլոր քաղաքական հալածյալներին եւ հետապնդողներին։ Մեր գործունեությունը ֆիզիկապես սկսվեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործողություններից հետո, երբ մենք հասկացանք, որ պետք է կետային կոնկրետ օգնություն կազմակերպել, այլ ոչ թե ուղղակի իրավապահպանական, մարդասիրական կամ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվել։ Մեզ հաջողվեց կուտակել որոշակի միջոցներ եւ մենք սկսեցինք ապահովել իրավական օգնությունը, որի մասին կպատմեն իմ գործընկերները, հենց այս օրերին եւ էլեկտրոէներգիայի թանկացման ու գազի թանկացման պայքարողները եւ աֆրիկյանների տան ոչնչացման դեմ պայքարողները եւ բազմաթիվ այլ դիմադրական շարժումների դեպքում մենք պատրաստ ենք եւ առաջարկություններ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր ենթարկվում են հալածանքների, մենք առաջարկում ենք եւ կատարում ենք իրավական, բարոյական եւ նյութական օգնություն նրանց։ Մեր երկրի, մեր ազգի, մեր հասարակության կարևորագույն խնդիրներից, հիմնախնդիրներից մեկն է անվստահությունը եւ մենք հիմա փորձում ենք, որ հասարակությունը իր իսկ հանդեպ վերականգնի վստահություն։ Մենք թափանցիկ պետք է աշխատենք, մենք անկեղծ պետք է աշխատենք,
անշահ եւ եթե մենք թերանում ենք, մենք ինքներս մեզ պետք է ոչնչացնենք այդ առումով եւ փոխարինվենք մարդկանցով, ովքեր ավելի լավ մեզնից կկատարի այդ գործը։